Տիգրան, թերևս կցանկանայի մեր զրույցը սկսենք սոցցանցերում բուռն քննարկում սկսած Փաշինյան-Հակոբյան զույգի թեմայից։ Ինչպես տեսանք, Աննա Հակոբյանը ամուսնու կողքին, նախկին ամուսնու կողքին Գյումրի էր գնացել, մասնակցում էր։ Հասարակության մոտ, միս տվար զանգվածի մոտ, եթե կարելի է այդպես ասել, հարց է առաջանում, որովհետև Փաշինյանը մինչև այս կադրերի հրապարակումը կադրեր էր հրապարակել նաև կառավարական ամառանոցից, որտեղ ետևի ֆոնին երևում է Աննա Հակոբյանը ըստ օգտատերերի։ Հիմա ինչ է ստացվում, հա, եթե Աննա Հակոբյանը Փաշինյանի նախկին տիկինն է, սա հենց օգտատերերի բարձրացրած հարցն է, ինչու է Հակոբյանը կառավարական ամառանոցում, այն ամառանոցում, որի ծախսերը հոգում է, այսպես ասած, հասարակ քաղաքացիները, հա, որովհետև պետական հարկերի հաշվին է այն։ Հիմա ինչ է ստացվում, հա, ինչ ենք հասկանում, ընտրություններից 2 ամիս առաջ գրեթե Աննա Հակոբյանը բաժանվեց Փաշինյանից, բայց այսօր 1.5 ամիս է մնացել ընտրություններին գրեթե եւ Աննա Հակոբյանը Փաշինյանի կողքին է։ Գիտեք, առանձնապես ցանկություն չկա մեկնաբանել այն, որ նույնիսկ ընտանիքին չի վերաբերվում, հա, եւ այստեղ 2 հանգամանք կա, որ շեղում են օրակարգային թեմաներից, իսկ օրակարգային թեման դա Սերան Օհանյանի բացահայտումն է եղել ազգային ժողովում ելույթի ժամանակ եւ նաեւ Օնիկ Գասպարյանի արձագանքը եւ երկրորդը նայեք Աննա Հակոբյանը խնդրահարույց է Փաշինյանի համար եւ որպես իր կողակից եւ որպես բաժանված մարդ ինչի պատճառով Աննա Հակոբյանը ուրեմն այսպես բացասական ռեյտինգ ունեցող մարկանցից է Փաշինյանի շրջապատում եւ երևի Փաշինյանի PR-չիկները խորհուրդ են տվել ժամանակավորապես հեռացնել իրան ուրեմն ասպարեզից, որպեսզի չնյարդայնացնի մարկանց, բայց իրեն հեռացնելով ստացվեց այդ պատկեր, ստացվեց մի բան, որ 20-30 տարվա, այսպես ասենք, քաղաքացիական կինը փաստորեն ապագա չի տեսնում Փաշինյանի հետ եւ սա էլ սկսեց ազդել ռեյտինգի վրա, որովհետեւ բոլոր մնացած այլ տեխնացիները իրենք ընտանիքներով են, երեխաներով են, երջանիկ պատկերները, իսկ այստեղ նույնիսկ էլ եմ ասում, մարդիկ, ովքեր պետք է լինեն Փաշինյանի հետ բոլոր դժվար եւ ուրախ պահերին, իրենք փաստացի հեռու են իրենից եւ խոսքը ոչ միայն Հակոբյանի մասն է, երեխաներն էլ մենք չենք տեսնում, այսինքն երևի թե ինչ-որ էտապից երեխաներն են փորձելու ետ բերել ասպարեզ ու ելեմ ասում այստեղ շախմատում դա կոչվում է ուրեմն ցուցմանք, հա, երբ որ ինչ քայլի դու անում ես, դա քո դեմ է աշխատում եւ այստեղ կարելի ասել, որ այս ընտանեկան պահով ինքը ցուցանքի մեջ է։ Տիգրան, թերևս դուք ձեր խոսքում էլ նշեցիք, այս հարցին կցանկանայի անդրադառնալ Սեյրան Օհանյանի եւ հետագայում Օնիկ Գասպարյանի, այսպես ասած, արձագանքը Օհանյանի ելույթին։ Նախ մենք ակնհայտ տեսանք, որ Օհանյանի ելույթից հետո Փաշինյանը ջղաձգվում է, սկսում է արդեն ընդդիմությանը ակնհայտ մեղադրել եռագլխուղ պատերազմի մեջ, հա, այդպես ձևակերպում է անում։ Հիմա ինչից է վախենում Փաշինյանը, երբ որ ընդդիմադիր թևը ներկայացնող Օհանյանը նման ելույթ է ունենում ազգային ժողովի ամբիոնից, չէ՞ որ իրենք վստահեցնում են, որ ընտրություններում բացարձակ հաղթանակ են տանելու, վախը ինչու՞մն է։ Վախը այնտեղ է, որ Սեյրան Օհանյանը մի փոքր ուշացած միգուցե, բայց վերջապես ասեց այն, ինչ որ շատերս խոսում ենք, կամ շատերս գիտենք, լռում ենք, ինչով է կարևոր, որ հենց Սեյրան Օհանյանն է այդ խոսքերը ասել, որովհետև մի բան է, որ սովորական ռազմական փորձագետ դա ասի կամ քաղաքագետ, մյուս բանը, երբ դա խոսում է պաշտպանության նախարարը, գեներալ գնդապետը, մարդը, ով հիմքից գիտի այս ամեն ինչը, եւ մարդը, ով նաեւ ներկա է եղել Արցախում 44-րդ ժամանակ։ Այսինքն այստեղ շատ դժվար է ասել, որ այս մարդը ոչ մի բան չի հասկանում, բա դու ինչի սահմանում չէր, բա դու ով ես, բա դու ծախված, բա էսի ինչ որ բան, հա։ Հիմա մարդը կոնկրետ հարցադրում է արել, որը այսպես ասենք պայթած ռումբի էֆեկտ ունեցավ, առաջին անգամ բարձրաձայնվեց այն, որ այդ ուղղությունը, որով թշնամին այսպես ասեմ զբոսանքով, հա, համարյա եկավ հասավ եւ գրավեց Շուշին, այդ ուղղությամբ պատասխանատուն եղել է Օնիկ Գասպարյանը, որպես գենշտաբի պետ, որը հրամանները տվել ուրեմն զինվորականներին եւ որոշողը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Փաստացի այս 2 հոգին պատասխանատու են այն ամեն ինչի համար, ինչը կատարվեց ռազմաճակատում։ Նաև շատ կարևոր խոսք ասեց Սեյրան Օհանյանը, որ շատ հաճախ ասում են, որ կանսերվի բանկի քով, եսի չպաշտպանված զենք չկար, փտած եւ այլն, մարդը ասեց 283 կիլոմետրից, եթե չեմ ասում 265-ը
Հա, մի ամիս դիմակայել է, փաստացի այն ուղղությունները, որտեղից ավելի հեշտ կարող էր մտնել թշնամին, այնտեղ կատաղի մարտեր է եղել եւ Աղդամի ուղղությունը եւ Մարտակերտի ուղղությունը եւ Խարվաճարի ուղղությունը մնացել են պաշտպանված։ Խնդիրը եղել է Ջաբրայել հորադիզում, որտեղ էլ եմ ասում, խախտված է եղել գործին նաև առաջին կորպուսը եւ փաստացի քանի որ առաջին կորպուսը նաև համաձայնության իր գործողությունները Արցախի ՊԲ-ի հետ, այս ուղղությամբ պատասխանատուն Օնիկ Գասպարյանն է։ Այսինքն Օնիկ Գասպարյանը դեմ տրվեց մի փաստ, որից տակիկինը չի կարողանում դուրս գա։ Եվ ինչ մենք տեսանք, հա, արձագանք Օնիկ Գասպարյանի այնպեսին էր, որ ավելի այդպեսի արձագանք չլիներ, որովհետեւ կրկին կրավորական դիրք, կրկին եկեք փակ ինչ որ քննարկում անենք նիկոլականների, ինչն է դուք քննարկելու նիկոլականից, ինչը իրանք չգիտեն, հա, կրկին խուսափել հանրությունից եւ ելեմ ասում կարող էր Օնիկ Գասպարյանը կանգնել, ասել Սերյան Օհանյանը ստում է, հա, կամ բացատրել ինչ է ստում, հա, իսկ հանուն հայրենիքի Հիսուս կմնամ, կներեք, իլ հանուն հայրենիքի Հիսուս մնալով Արցախը հանձնեցինք եւ շփմանգից Ադրբեջանի հետ Հայաստանի երկարից մի քանի տասնյակ երբ թե 100 կիլոմետրներով, այսինքն այն ինչի մասին պետք է լռես, պարոն Գասպարյան, եւ ինչու ես դու լռում, ինչն է խնդիրը, տակը ինչ կա, որ դու մինչ հիմա չես համարձակվում ձայն հանդել, կամ դու չգիտես, որ Փաշինյանը իրեն արած լավությունը երբեք չի ներում, հա, եթե չես հավատում, կարող ես հետաքրքրվել Փիլոյանից կամ Դավիթ Տոնոյանից, հա, ում էլի կրկին չներվեց իրենց աջակցությունը Փաշինյանին, այսինքն ինձ համար որպես մարդ, որպես քաղաքացի դա է զարմանալի, որ մարդիկ, որոնք հասել են գեներալ գնդապետի կոչմանը եւ որը բարձրագույն զինվորական պաշտոն են ունեցել, իրենք ինչ որ բանից վախում են։ Այդպիսի բան չպետք է լինի, զինվորականը չպետք է վախենա։ Զինվորականը հենց այն պատկերն է, հենց այն կերպարն է, որից մենք պետք է սովորենք չվախենալ, որից մենք պետք է սովորենք գնալ առանց վախի, պատերազմի, գնալ կռվել թշնամու հետ եւ կատարել այն հրամանները այն մարդկանցից, ովքեր այդ պատասխանատվությունը ունեն հրաման տալու։ Փաստացի շատ եմ ցավում, որովհետև ես այն մարդկանցից եմ եղել, որոնք ուրախացել են, որ գոնե Օնիկ Գասպարյան գենշտաբի պետ են դրել, փաստացի այդ մարդը այլ ինչ որ պատկերացումներ ունի եւ մինչեւ հիմա այդ բաների դիմում, որոնք ելեմ անում իրեն չի սազում, ոնց որ ինքը չգնաց հրաժարականի հետևից, հա, եւ հետո երբ որ իրեն պահանջեցին, որ հրաժարական տա, ինքը չգիտես ինչի գնաց սկսեց վարչական դատարանում այս հարցը վիճարկել, որը ելեմ ասում դա սազական կներ, չգիտեմ, ինչ որ падգամավորի, ինչ որ թաղապետի, բայց ոչ գենշտաբի պետի։ Ճիշտ է, Օհանյանի հայտարարությունը ուշացած է, բայց ինչ կարող է հիմա անել ընդդիմությունը, այսինքն ինչպես կարող է օգտագործել Օհանյանի, այսպես ասած, բացահայտումը նախընտրական փուլում։ Տեսեք, առաջինը ինչ պետք է աներ, այսպես ասենք, տիտղոսակիր ընդդիմությունը, դա այդ հարցը օրակարգ բերելն էր, որովհետև Սերյան Օհանյանը օրակարգ բերեց եւ այնուհետեւ միանգամից Նիկոլ Փաշինյանը դաշնեցեց երկու կեղծ օրակարգ, մեկը Շունու Շանգյալն էր, մյուսը Արուսակ Ջուլակյանի, չասեմ ինչը, հա, եւ կրկին ընդդիմությունը սկսեց այդ թեման խաղալ, այստեղ ճիշտ ասած ես մի փոքր մասնագիտական ներդրում ունես այս ամեն ինչի մեջ, որովհետեւ այսպիսի կարևոր բաները չպետք է օրակարգից դուրս գալ եւ ես շատ շնորհակալ եմ նաեւ այն մարդկանց փորձագետներին, լրատվականների ղեկավարներին, ովքեր չթողեցին, որ այս հարցը օրակարգից դուրս մնա եւ փաստացի մենք կարող ենք ասել, որ Սերյան Օհանյանի բացահայտումները իրանք օրակարգային են, հատկապես Օնիկ Գասպարյանի պատասխանից հետո եւ շատ մարդկանց մոտ աչքեր բացեցին, ես ուրիշների բավ չգիտեմ, մենակ իմ գրառումը տեսել է 40,000-ից շատ մարդ, որ ես համարում եմ շատ կարևոր գործ է, որովհետեւ այս մարդկանց Նիկոլ Փաշինյանը եւ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տան, ոնց եղավ, որ մենք այսքան զոհ ունեցանք, ոնց եղավ, որ 9 պաշտպանական շրջաններից 8-ը պահեցին իրաց դիրքերը, իսկ 9-րդ պաշտպանական շրջանը, որը համար պատասխանատու էր Փաշինյանը եւ Օնիկ Գասպարյանը, այսպեսի խայտարակ ուրեմն բան ունեցավ, վախճան ունեցավ այդ շրջանը եւ ոնց եղավ, որ ադրբեջանցիները այսպես հեշտ ու հանգիստ եւ հադրութը գրավեցին եւ հասան Շուշի եւ այնուհետեւ մեկ օրվա մեջ, համարյա մեկ օրվա մեջ Ջաբրայելից մինչեւ Խուդաֆերինի կամուրջը հասան եւ զրկեցին Արցախի Իրանից սահմանից։ Այսինքն այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվի եւ այսպես ասեմ, ել եմ ասում ամենայն հարգանքով Օնիկ Գասպարյանին որպես անձ ինքը այլևս մտորելու եւ լռելու կարիք չկա, կանգնի, ասա այնպես ոնց որ ինչ է եղել, որտեղ էլ եմ ասում
ոչ Արցախի հիմնական պարոն Գասպարյան, ոչ էլ տեղեկական։ Եվ Տիգրան, տեսեք, ազգային ժողովում թեժ էր ամեն ինչ, ընդդիմություն, իշխանություն, այդ Փաշինյանի հայտնի ելույթները եղավ։ Հիմնականում մամուլը ավելի շատ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ կենտրոնացած էր Փաշինյանի այդ շունուշանգյալ եւ այլ ձևակերպումների վրա, քան բուն բացահայտման վրա, որովհետեւ ամեն օր չէ, որ նման բացահայտում է լինում, այն էլ այդպիսի մակարդակով։ Հիմա ինչ է ստացվում։ Փաշինյանը փորձում է Փաշինյանի թելադրած օրակարգով է առաջ գնում ընդդիմությունը կամ նույն մամուլը, որովհետև 1-2 անհատի կամ ձեր գրառման միջոցով մենք իմացանք, որ Օհանյանը ինչպիսի բացահայտում արեց, բայց մամուլը ավելի շատ ворթեգրել էր հենց Փաշինյանի այդ 1-2 նախադասությունը առաջ բերել։ Իրավաց եք, ես հիմա չեմ ուզում գոլեգաներին քննադատել, բայց դաշտի, այդում նաև ընդդիմադիր դաշտի մի մասը սովոր է միայն հերքել եւ գնալ Փաշինյանի օրակարգերի հետևից, որն ասում կեղծ օրակարգեր, նույն երկու օրակարգերը որ կային, իրենք շատ հեշտ լուծվող են, այսինքն առաջի օրակարգը շունուշանգելը շատ հեշտ ընդդիմության դեմ էր շուր գալիս, որովհետեւ հեղինակը բարերի ընդդիմությունից էր, իսկ երկրորդը Արուսակ Ջուլակյանը կանգնեց ներողություն խնդրեց, ասաց մտքերը սխալ եմ, արդեն վերջ։ Այսինքն ընդդիմությունը իր խաղաթղթերից, հաղթաթղթերից զրկեց։ Սերյան Օհանյանի մեղադրանքը ինքը անխոցելի է։ Ինքը անխոցելի է այն առումով, որ մինչև Օնիկ Գասպարյանը չկանգնի հանրայնորեն չհերքի Սերյան Օհանյանին իրենց ստախոս շավանու չապացուցի, որ Սերյան Օհանյանը սուտ է խոսացել, Սերյան Օհանյանը ասացը մնալ է որպես ճիշտ բացահայտում այն տասնյակ հազարավոր հարազատների, ում երեխաները կամ զոհվել են, կամ վիրավորվել են, կամ, չգիտեմ, ստացել են ներկայային բավական շատ մարդ հոգեկան մեծ ստրեսի տակ, այսինքն մի ամբողջ մի սերունդ է, միլենիալների մի սերունդ է բարի գնացել, եւ այդ մարդկանց հարազատները իրավունք ունեն պահանջելու Փաշինյանից եւ Օնիկ Գասպարյանից այս ամեն ինչը ինչ որ բացահայտեց Սերյան Օհանյանը։ Դրա համար ես էլ եմ ասում, այս անգամ ստացվեց, բայց դա պետք է լինի հետևական աշխատանք ամբողջ ուրեմն ընդդիմության, ինչքանով էլ իրենց ավելի հեշտ է ընթանում հերքել Փաշինյան կամ գնալ Փաշինյանի օրակարգերով, երբ որ դու ստեղծում ես սեփական օրակարգերը, մենք տեսնում ենք ինչ հիստերիկ վիճակներ է դառնում Փաշինյանի մոտ, վերջին անգամ այսպես ասենք, որ 1 ամիս օրակարգերը թելադրել Փաշինյանին, դա եղել է Բագրատ Սրբազանը եւ Սրբազան շարժումը, այն ժամանակ մենք տեսնում ենք, որ ամբողջ իշխանական մամուլը ընկած հերքում էր, ինչ որ բաներ էր անում, օրակարգեր էր փորձում, նետեր, որը չէին աշխատում, այսինքն դա դժվար գործ չի եւ Փաշինյանը ամեն օր առիթներ է տալիս, որպեսզի ընդդիմությունը առաջադրի իր օրակարգերը, այլ ոչ թե բացի Փաշինյանի օրակարգերից։